ընդհանուր ապրելակերպի փոփոխություններ, գուցե սննդակարգի փոփոխություններ, որոնք ընդհանուր առմամբ կմեղմեն ալերգիկ երևույթները, կուժեղացնեն տարեցների իմունիտետը, որ հեշտ է կենցաղում կիրառել, պատրաստել կամ փոխել սննդակարգը, սննդային վարքը, որպեսզի խուսափեն վերնշված խնդիրներից։ Նախ սկսենք նրանից, որ տարեցների իմունիտետը չի բարձրանա, որովհետև տարեցների իմունիտետի անկում կա, որը ֆիզիոլոգիական պրոցես է և այդ գերիատրիկ շրջանում մենք ունենք իմուն համակարգի օրգանական փոփոխություն, որը բերում է իմուն համակարգի անկմանը, դրա համար հուսալ, որ ինչ-որ արտաքին միջավայրի փոփոխության հետ կապված տարեցների իմունիտետը կարելի է բարձրացնել, դա իհարկե անհնար է ցավոք սրտի, որովհետև դա մեր իմուն համակարգի ինվոլյուցիոն փոփոխությունն է, որը ֆիզիոլոգիական ընթացք է, որը սկսվում է հասունացման տարիքից ի վեր, տևում է մի ամբողջ կյանք և արդեն մեծերի մոտ այդ իմունիտետի անկումը հիմնված է իմուն համակարգի օրգանական փոփոխությունների վրա։ Բայց շրջակա միջավայրը ցավոք սրտի փոփոխվում է և դա բերում է ամբողջ աշխարհում ալերգիկ հիվանդությունների աճի։ Այստեղ շատ տեսություններ կան, նաև ալերգիկ հիվանդությունների պատճառաբանության մեջ, իմուն պատասխանի պատճառաբանության մեջ այստեղ պետք է շեշտել հիգիենիկ տեսությունները, որոնք հիմնված են շրջակա միջավայրի փոփոխությունների վրա, և մենք գիտենք, որ բնությունը էկոլոգիան ցավոք սրտի շատ ինտենսիվ ու սրընթաց փոփոխվում է, և մենք տեսնում ենք կտրուկ աճ ալերգիկ հիվանդությունների տարեց տարի։ Միջազգային տվյալ հնչեցնեմ, վերջին 10 տարում ալերգիկ հիվանդությունների աճ ամբողջ աշխարհում գրանցվել է ավելի քան 15-20 անգամ, և բացի դրանից իրանց փոփոխություններ է դիտվում կլինիկական դրսևորումների մեջ, նոր ախտորոշումներ են ի հայտ գալիս, դրա համար այս տեսակետից ցավոք սրտի մենք ալերգոլոգներս բախվում ենք այդ խնդիրի հետ, որ տեսնում ենք աճ ու աճ ամբողջ աշխարհով տարբեր ալերգիկ ախտահարումների։ Բնակության վայրը փոխելը, բնությանն ավելի մոտ լինելը, զերծ մնալը օդի աղտոտվածությունից արդյոք որևէ կերպ չի մեղմի նշված խնդիրները։ Իհարկե որոշ դեպքերում կմեղմի, երբ մենք խոսում ենք օրինակ ալերգիկ ռինիտ հիվանդության մասին, որը մեր օրգանիզմի պատասխանն է շրջակա միջավայրում գտնվող հիմնականում ծաղկափոշու, խոտերի, ծառերի, որոշ սնկերի, և այս պարագայում իհարկե եթե բնակության վայրը այնպես փոխել, որ այդտեղ տվյալ ծառը, ծաղիկը չկա և այդ ծաղկափոշին չկա, հնարավոր է որոշ չափով մեղմել իրավիճակը, կամ ալերգիկ ռինիտ, որը պատասխան է էպիդերմալ ալերգենների, դա տնային կենդանիների մազնութեփն է, և եթե ապացուցված է, որ տվյալ պացիենտը ունի սենսիբիլիզացիա, ունի ալերգիա, հիմնականում շան կատու, շուն կատու այդ ամենահաճախ մեր հետ կոնտակտ ունեցող տնային կենդանիներն են, և բացառել շփումը ևս որոշ չափով կմեղմվի, բայց ծաղկափոշու հետ կապված նաև ուզում եմ ասել, որ իրանք շատ հիմնականում թեթև տեսակարար կշիռ ունեցող մանր մոլեկուլներ են, որոնք կարող են հազարավոր կիլոմետրեր նաև տեղափոխվել, դրա համար դա իրականում բարդ հարց է, բայց երբ որ մենք խոսում ենք այսպես
կոչված շուրջ տարյա ալերգիկ ռինիտի պատճառային ալերգենների մասին, որոնք հիմնականում փակ տարածքի ալերգեններ են, անգլերեն շատ սիրուն տերմին կա, ասում են indoor ալերգեններ, փակ տարածքի ալերգեններ, այդտեղ իհարկե իրանց էլիմինացիան կարող է բերել որոշ չափով սիմպտոմների նվազեցմանը կամ իսպառ վերացմանը, սննդակարգը փոխելու։ Սննդակարգը, եթե խոսում ենք ալերգիկ ռինիտների մասին, ալերգիկ ռինիտների հետ առնչություն չունի։ Ընդհանուր առմամբ, ասենք կծուն հանեն աղին, այսպես ասեմ ձեզ, իրականում